Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում, առաջիկա րոպեներին դիտեք։ Արաբկիրում վարչապետ Փաշինյանի զայրույթը հասավ բարձրակետին։ Վարչապետն ընդդիմախոսներին, ընդդիմադիրները Փաշինյանին են կասկածում համացանցում հայտնված սպառնալից տեսանյութը հեղինակելու համար։ Փաթեթով կզացնելու են, փաթեթով։ Դու մեր ժողովրդին պետք ես ողջ եւ առողջ։ Ընդդիմադիրները կարծում են Փաշինյանն իր հայտարարություններով հող է նախապատրաստում անկլավներն Ադրբեջանին վերադարձնելու համար։ Պաստառ պոկելուց ինքնասպանություն, ով է պատասխանատու ձերբակալվածի մահվան համար։ Ժամանակը սպառվում է, Թրամփը ծանր հետևանքներով է սպառնում իրան։ Քարոզարշավի 11-րդ առավոտը բացվեց վարչապետի եւ քաղաքացու մի թեժ վեճով, որի շուրջ էլ ժամեր շարունակ պտտվեցին քաղաքական հակադարձությունները։ Իսկ ընդդիմախոսների հասցեին Փաշինյանի հոխորտանքը դեռ րոպեներ առաջ էր շարունակվում էր։ Արաբկիրում վարչապետի եւ քաղաքացու շատ բարձր տոներով վեճից հետո Նիկոլ Փաշինյանը կրկնեց ընդդիմախոսներին ուղղված իր սպառնալիքները, բայց հետին թվով արդեն հավելեց, թե սպառնում է Հայաստանի օրենսդրությամբ։ Վեճի ժամանակ Փաշինյանին մոտեցած կինն ասում էր մեջբերեմ, նա փորձել է կզացնել, չեն կզել, քանդել է երկիրը։ Փաշինյանը հակադարձում էր, պետություն է սարքել։ Հետո արդեն վարչապետը մեջբերեմ սատկացնելու սպառնալիքներ հնչեցրեց, տալով հիմնական ընդդիմադիր ուժերի առաջնորդների Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, նաև ընտրություններին չմասնակցող Սերժ Սարգսյանի անունը։ Բայց օրն այս մի միջադեպով չավարտվեց։ Առավոտյան սրտիկով սկսված քարոզարշավային օրը շատ արագ վարչապետի բղավոցների ու սպառնալիքների տեղատարափի վերածվեց, երբ Արաբկիրում նրան մոտեցավ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած սպա Հրանտ Պապիկյանի քույրը, Փաշինյանին մեղադրելով մեջբերեմ պետությունը քանդելու մեջ։ Ինչ եմ փոխեցել մեզ կզացնել։ Եթե դուք ռոբնեք, մենք քեզ ձեր կզացնելու ենք։ Եթե դուք ռոբնեք, ռոբիներեն կզացնելու, կարուգացուներան կզացնելու։ Վարչապետը կնոջը կապեց ընդդիմադիր ուժերի հետ ու բղավեց, թե մեջբերեմ սատկացնելու է նրանց։ Բավարա չափով ես լսեցեք։ Կզած մարդիկ։ Ուրեմն, եթե դուք ռոբնեք, ռոբին կզացնելու եմ։ Ռոբը նստելու է, ռոբին սատկացնելու եմ, կարուգացունել եմ սատկացնելու։ Դուք եք կզեք, դուք եք որ թախել եք, ռոբը։ Նիկոլ Փաշինյանն այն աստիճան հունից դուրս եկավ, որի պատասխան անհետ կորածի քույր Արփինե Սողոյանի խոսքերին նրան ողորմելի անվանեց, մեղադրեց պետությունը քանդելու մեջ, նույնիսկ հեռանալ ցանկացող կնոջը ձեռքերով քաշեց իր կողմ։ Ինչ էիք անում։ Երկիր էին սարքում, պետություն էին սարքում։ Քանդել ես երկիրը։ Դուք եք քանդել, Ղարաբաղով թարանել եք։ Ապա Փաշինյանը բարձրացավ մեքենայի թափքին ու շարունակեց սպառնալիքներ տեղալ ընդդիմադիր հիմնական մրցակիցների հասցեին։ Գնացեք վեր ընկեք ձեր տները եւ դուրս չգաք, ձեր հետևից կգան օրենքով սահմանված կարգով։ Ուժային գործողություններով է սպառնում մրցակիցներին, հարցրինք Փաշինյանին։ Սպառնում եմ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ արդարադատությամբ։ Սպառնում եմ Հայաստանի Հանրապետության 5000 զոհ ասելու համար սպառնում եմ։ Կոնկրետ սպառնում եմ Ռոբիկ, Կալուգացի, Սերժ, Գագո, բոլորից սպառնում եմ։ Իսկ այդ միջադեպում այդ կնոջ ձեռքերը քաշում եք, հստակ է։ Չեմ քաշում, ինքը թողում գնում, ես իրան սենց եմ անում, որ հետ գա իմ ասելիքը լսի։ Բռնում եմ, որովհետև գնում եմ, ասում եմ՝ մի րոպե, ձեր ասելիքը ես լսեցի, դուք էլ իմ ասելիքը լսեք։ Փաշինյանի հետ վիճաբանող Արփինե Սաղոյանի դստեր պնդմամբ միջադեպից հետո մորը հորդորել են ազատվել աշխատանքից։ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկայում իր զբաղեցրած պաշտոնից։ Թե ով է նման հորդորով դիմել, դուստրը չի հստակեցնում։ Քաղաքային իշխանությունները բացառում են հնարավոր ճնշումները։ Իսկ վարչապետը ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, թե անհետ կորածի քույրը պետք է շնորհակալություն հայտնի, որ իրեն զուգարանում չեն սպանել։ Կանանց հասցեին վիրավորական արտահայտությունների համար Փաշինյանը չի զղջում։ Կանանցից ներողություն եմ խնդրում, բայց ասում եմ՝ սիրելի կանայք,
ասում եք, բա հաշիվ չեք տալիս, որ կնոջ հետ կինը հաշիվ չի տալիս, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ է խոսում։ Ինքը Ղարաբաղի որևէ, ասենք, պետի տեղակալի հետ կարա տենց խոսալ։ Գտանեին կսատկացնեին։ Գտանեին Պողոս Պողոսյան կար։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Օրվա առաջին կեսին տեղի ունեցածը միակ միջադեպը չէր։ Արցախից Արթուր Օսիպյանը, որը ժամանակին ռուս խաղաղապահների դեմ ցույցեր էր կազմակերպում, այսօր մոտեցավ Փաշինյանին ու բանավեճի մեջ մտավ, փորձելով հասկանալ, թե 2019 թվականի բանակցային փաստաթղթի որ կետում է գրված, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս պետք է լինի։ Կառուցողական զրույց այս դեպքում էլ չստացվեց։ Տղամարդը ոչ բղավում էր, ոչ վիրավորում, սակայն վարչապետի նյարդերը դարձյալ տեղի տվեցին։ Մեր օրակարգում տենց հարց չկա, մի եկեք ստի բաներ խոսացեք։ Այ ասելով չի։ Իր ասելով չի։ Հիմա դուք կարում եք այս այ ասելով չի։ Դու ինչ ես եկես տեղ ադրբեջանական նարատիվներ տանում։ Իր ասելով նարատիվները դուք իր ասելով չի։ Մի քիչ ցածր խոսացեք։ Դե մի եկեք ցածր դեմը ոչ սեժ կա, ոչ Քոչարյան, որ տենց կեղտում խորոց են, դուք էլ մատ թափտա։ Դու դե մատ թափստա։ Ինչա՞ չկարնե։ Դե եկեք ստեղ ադրբեջանական նարատիվները։ Նարատիվները ասում եք Արցախն Այո, չեք կառուցել, չեք կառուցել։ Մեզ դուք եք բոստա կառուցել, ինձ բալանել եք։ Ո՞նց ես Ռադետ Քաշի 24 News-ի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես են Փաշինյանի աջակիցները մի կողմ քաշում ու հրմշտում Արթուր Օսիպյանին։ Վարչապետը չէր հանդարտվում, նույնիսկ բարձրախոսով բղավեց, թե այդ տղամարդն ինչու է ողջ։ Եկել են մատապտանը, այս Ղարաբաղի պսևդոելիտաները, ռադները պաշե կարա անցարապես։ Ով եք դու կարա։ Արթուր Օսիպյանը գլուխը պատին ես տվել Արթուր, գնալ զոհվել մեր երեխեքի տեղը։ Արթուր Օսիպյանն եմ, Փալանչի աննասումներ։ Դուք ես կենթանի։ Դուք ես կենթանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասին ես խոսում։ Այդ տականք, ինչի ես կենթանի։ Քիչ անց Փաշինյանի աջակիցները նրան հորդորեցին հանդարտվել, ապարդյուն։ Օսիպյան ասում է դու պետք է ինձ դու ով ես արա։ Դու ով ես, որ ես քեզ պետք է իմանամ։ Մի բարգացեք, պարոն վարչապետ, մի բարգացեք։ Փաշինյանի կողքին քայլող առողջապահության նախարարը փորձեց միջամտել, թեման փոխել ու նախընտրական կարգախոսը հնչեցնել։ Վարչապետի բղավոցները սակայն չէին մեղմանում։ Ձենները ծպտումները դուրս չգա։ Արմատախիլ են կանելու ձեզ։ Արմատախիլ են կանելու։ Բայց ճղած գալիս է, կարա, դու ինչ գործ ունես տեղ, Երևանում ինչ գործ ունես։ Դուք չէիք ասում, որ ես սահմանը փակել եմ, որ դուք չկաք։ Դուք չէիք։ Ապա նա դարձյալ սպառնաց, ով իրեն նույն թեմաներով մոտենա, նույն վերաբերմունքին կարժանանա։ Ձեր ընկնեք տեղներդ, մեկը չհամարձակվեք, գաք այդ նույն նարատիվները, այդ Քոչարյանա-Սերժակ կալուգայական, լրտեսական նարատիվները տանեք։ Զգուշացնում եմ բոլորիդ, ոտի տակ չընկնեք, ոտի տակ չընկնեք, նստեք տեղներդ, ոտի տակ չընկնեք։ Ես ամերիկացի Մի տղամարդ մոտեցավ ու առաջարկեց վարչապետի խաղաղության համար աղոթել, ասելով, թե նրան չի կարելի այդքան շատ բարկանալ։ Արմեր, որ երկնքում ես, Սուրբ Եղեցի անուն քո, եկեղեցի արքայություն քո, Եղեցի կամ քո։ Հիմա տեղափոխվենք Արաբկիրի ոստիկանություն, որտեղ ըստ տեղեկությունների այս պահին գտնվում է օրվա ընթացքում Փաշինյանի հետ վեճի բռնված Արթուր Օսիպյանը։ Նա Լեռնային Ղարաբաղից տեղահանված է։ Նաիրա Բուլղադարյանն է ոստիկանության մոտ աշխատում։ Նաիրա, բարի երեկո, ինչ է հայտնի, ինչու է Օսիպյանը հայտնվել ոստիկանական բաժնում, ինչ կասկածանք կամ մեղադրանքով։ Ես վարչապետի եւ նրա խոսակցության տեսանյութը նայեցի, բանավեճեր սպառնալիք կարծես թե չէր հնչում, համբալով նրան վարչապետներ դիմում։ Աստղիկ, բարի երեկո, մենք հիմա ոստիկանության Արաբկիրի բաժնում ենք եւ ներքին գործերի նախարարությունը մեզ փոխանցեց, որ Արթուր Օսիպյանը ձերբակալված է խուլիգանության կասկածանքով եւ նա փաստորեն ձերբակալվել է վարչապետի հետ այդ հանդիպումից ժամեր անց այս պահին հայտնի չէ թե ինչ քննչական գործողություններ են իրականացնում, մեզ հայտնի դարձավ, որ
այս շենքից նրան արդեն տարել են քննչական կոմիտե, թեև կոմիտեից մեզ ազատությանը նշում են, որ դեռևս գործը իրենց մոտ ներքին գործերի նախարարությունից չեն ստացել, բայց ներքին գործերի նախարարությունը սովորաբար ընթացակարգը այդպիսին է, որ երբ ձերբակալում է, հետո գործ ուղարկում է քննչական, որ քննչականը որոշի կա այդտեղ այդ պահի դրությամբ հանցագործություն թե ոչ եւ իրականացնի քննչական գործողություններ։ Նաև ավերջից հետո ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը մի սկրինշոթ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանին, որը Արթուր Օսիպյանի ֆեյսբուքյան էջից էր ենթադրաբար, գրառումը նրան հանդիպելու բմբուլները օդ հանելու մասին էր։ Դա հանդիպումից առաջ էր արվել։ Հնարավոր է, որ դա է նաև ձերբակալության առիթը եւ ինչպես դու ասացիր, այդ խուլիգանության կասկածը։ Ասենք ասեմ, որ ներքին գործերի նախարարությանը ես այդ հարցը ուղղել եմ, պատասխանել եմ, որ այս պահին չեն կարող կոնկրետ նշել, պատասխանել, թե այդ որ արարքի, որ խոսքի, որ գործողության համար է նա կասկածվում խուլիգանության համար, թեև ես էլ փորձեցի նրա ֆեյսբուքյան Արթուր Օսիպյանի ֆեյսբուքյան էջը փնտրել, գտնել եւ չստացվեց, նաեւ փաստաբանն է անհասանելի չի արձագանքում մեր զանգերին, որպեսզի հասկանանք, թե կոնկրետ այդ ինչ դրվագի մասին է խոսքը եւ այս պահին ինչ փուլում է այդ գործը։ Ես ուղղակի հավելեմ, որ այսօր վարչապետի կադրերում երևում է, որ վարչապետի երկխոսության ժամանակ Արթուր Օսիպյանը ոչ բղավել է, ոչ վիրավորել է, բայց վարչապետի կողմից է հնչել վիրավորական արտահայտություններ։ Նաեւ նշեմ, որ Հաստաբանը թեև այս պահին անհասանելի է, բայց նա իր ֆեյսբուքյան էջում փոքր տեսագրություն էր հրապարակել եւ որոշ տեղեկություններ այդ պահի դրությամբ իրեն հայտնի որոշ տեղեկություններ հաղորդել էր, առաջարկում եմ այժմ դիտել այդ հատվածը։ Արթուր Օսիպյանին ձերբակալել են։ Այս պահի դրությամբ նրա գտնվելու կամ նրա դատավարական կարգավիճակի մասին որևէ տվյալ չունեմ, քիչ հետո հանդես կգամ համապատասխան հայտարարությամբ։ Ամեն դեպքում տեղեկացնեմ, որ նրա հեռախոսները անջատված են, ֆեյսբուքյան էջը ընդհանրապես հեռացված համացանցից, իսկ հարազատներն էլ նրա գտնվելու վայրի մասին որևէ տվյալ չունեն։ Շնորհակալություն Նայրա, ես հիշեցնեմ իմ գործընկերը Նայրա Բուլղադարյանը ոստիկանության արաբկիրի բաժնից էր մեզ ուղիղ կապով միացել։ Սիսիանում ընտրողների հետ հանդիպմանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքներին եւ վիրավորանքներին։ Կարծում է, քանի որ Փաշինյանն ասելիք չունի, իրենց է ուզում ներքաշել բանավեճի մեջ։ Վիրավորում է, որովհետև ասելիք չունի։ Գագիկ Ծառուկյանն այսպես է արձագանքում այսօր առավոտից, նաև իր հասցեին վարչապետ Փաշինյանի սպառնալիքներին ու վիրավորանքներին։ Այսօր Սիսիանում նախընտրական քարոզչություն անող ԲՀԿ առաջնորդն ասաց, Փաշինյանը փորձում է իրեն ու մյուս ընդդիմադիրներին ներքաշել այդ վեճի մեջ ու քարոզարշավի ուղղությունը փոխել։ Ուրեմն կարձագանքեմ իմ ասեմ, ոնց որ 2 օր առաջ ես թույլ չտվեցի իմ կլասը գցեմ, իմ բարձունքից իջնեմ, հիմնականում ինքը վիրավորում է, որտեղ ասելու բան չունի, ծրագիր չունի, 8 տարի ժողովրդին խաբել է, այն առաջի օրվանից մեզ էլ ինձ էլ է խաբել, մինչև այսօր, եթե նա ծրագիր ունենար, ժողովրդին կներկայացներ իր ծրագիրը շատ հանգիստ։ Արդեն Գորիսում ընդդիմությանը քննադատող Փաշինյանին հարցնում էր, թե 8 տարում ինչ է արել։ Օլիմպիական կոմիտեի նախագահ Ծառուկյանն այստեղ հիշեցրեց, թե ինչպես իր ու աշխարհի օլիմպիական կոմիտեի նախագահի անձնական երաշխավորությամբ հայ մարզիկները 11 տարի առաջ Բաքու էին մեկնել։ 2015 թվականին հայկական դրոշը Բաքվի կենտրոնում բարձրացել է եւ մեր Միրան Հարությունյանը իր ցավը տանեմ կարողացավ Բաքվում հիմնական ժերեբովկան այնպես էին անել, որ Միրան Հարությունյանն ընկավ աշխարհի չեմպիոն Ալիևի հետ, ազգանուն այդ մարզիչի Ալիև էր, ու հիմնականում մեր մարզիկը կարողացավ իրան հաղթել, որ այդ ստադիոնում դալիճում ճաշ չէր դզում, որ կարողացավ ազգի պատիվը բարձր պահել եւ Բաքվում դրոշը բարձրացնել։ Իսկ պարոն Փաշինյանի օրոք միայն ու միայն դրոշները վառելով, տրորելով կամ մեր հերոս տղաների դիակները դրոշների մեջ փաթաթած են բերում։ Այսօր մեր սպառնալիքը Հայաստանի հիմնական Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը։ Թող այդքան բան ինքը լավ լսի, անտեղի չներվայնանա։
Ծառուկյանը պնդում է, որ քարոզարշավն անցնում է վախի աշխատանքից ազատելու սպառնալիքների ներքո, նորից բերեց իր համակիրների ընտանիքի անդամ Պարեկներին աշխատանքից ազատելու օրինակը, որը և ներքին գործերի նախարարությունը և իշխանականները հերքել են, առանց անուններ կամ բնակավայրեր նշելու այս անգամ էլ պնդում էր, թե մանկավարժներին գյուղապետերին են վախեցնում։ Ես այն օրը հայտարարել էի, որ 52 հոգի ասել եմ, հիմա սաղ ասեցին Պարեկ, մենակ այդքան Պարեկ Աբովյանում չկա։ Դպրոցի ուսուցիչ է եղել, գյուղապետ է եղել, մարզիկ է եղել, աշխատող է եղել, ծրագրավորող է եղել, փոխ քաղաքապետ է եղել, կանչելով դիմում գրի գնա, ու համարվում է, որ սա դեմոկրատիա է։ Մյուս քննադատությունն էլ արտաքին պարտքին էր վերաբերում, ասաց 8 տարում 8 միլիարդ դոլարով արտաքին պարտքն ավելացրել են, բայց գումարներն ըստ գործարար Ծառուկյանի նպատակային չեն ծախսել։ Օրինակ է բերում դպրոցաշինությունը։ Ասում են դպրոց են կառուցել եք, 8 տարում 8 միլիարդ ծախսել եք, 59 դպրոց են կառուցել, 59-ից 26-ը միայն կառուցած է եղել, այդ մնացածը որ կառուցել են, լավ են արել, դպրոց պետք է կառուցի, բայց այսօր այն վիճակն է 230 այսօր փակվում է, այսինքն ժողովուրդը բացակայում է։ Անվճար կրթություն ու առողջապահություն, թոշակների բարձրացում ու վարկերի համաներում խոստացող քաղաքական այս ուժի ղեկավարը կարծում է, որ հիմնական խնդիրը աշխատանքն է։ Ըստ Ծառուկյանի, Սյունիքի հանքարդյունաբերական ներուժը ճիշտ չի օգտագործվում։ Սյունիքը աշխարհում 8-10% պաշար աշխարհում Սյունիք ունի, որ այսօր ճիշտ չեն օգտագործում։ Տարեկան 40 միլիոն հանքանյութ են անում, 40 միլիոն տոննա։ Ու դա արտանելով դուրս վերամշակում են։ Հիմնական Ժորժ ջան, պետք է մշակումը դնեն Հայաստանում։ Ռուսաստանի, Բելարուսի հետ սերտ հարաբերություններին ու ԵԱՏՄ-ում մնալու կողմնակից Ծառուկյանն այսօր դատարկ որակեց Հայաստանի եվրոպական ձգտումները։ Մենք պետք է կարողանանք մեր հարաբերությունները ամուր պահենք, որն է մեզ ավելի ձեռնատու, ով ավելի արդյունավետ, ով է կարող մեզ ասենք, թե թևուտիկունք լինի, մեր մեջ կպինդ պահի, ներդրումներ կատարի, ու եմ նա էլ պետք է լինի։ Եթե Ռուսաստանից առավել կա մեկը, Զանդի չկա թողա, բայց չկա։ ԲՀԿ-ն նախորդ 2021-ի ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարեց։ Այսօր Ծառուկյանը նաև ընտրողներին էր մեղադրում, թե ընտրություններին չեն մասնակցում։ Գործարարը մինչև այս պահը հրաժարվում է ասել, թե ով է վարչապետի իրենց թեկնածուն։ Իշխանության եւ ընդդիմադիրների մեկ այլ հակադարձումների թեմա էլ մի տեսանյութ դարձավ։ Մինչ իրավապահները փորձում են պարզելով է վարչապետի հասցեին սպառնալից տեսանյութի հեղինակը, Փաշինյանը ընդդիմության առաջնորդներին կարգեց մեղավոր, ընդդիմադիրներից նրա ձեռագիրը տեսան այդ ամենի հետևում։ Որովհետև հենց մասկեկահանեն տեսնելու ենք, որ սրանք են բաներ են։ Քարոզարշավի 11-րդ օրը ընտրապայքարն էլ ավելի բորբոքեց համացանցում հայտնված մի տեսանյութ, որն իրավապահների գնահատմամբ վարչապետի նկատմամբ սպանություն իրականացնելու իրական վտանգ է պարունակում։ Տեսանյութի տարածման հստակ սկզբնաղբյուրը մեզ հայտնի չէ, բայց այն լրատվամիջոցներում եւ տարբեր ՔՊԱ-կանների էջերում հայտնվեց, երբ Նիկոլ Փաշինյանը 44-օրյայի ընթացքում անհետ կորածի քրոջ հետ սուր վեճից հետո ուղիղ եթերում միացրեց այն, որ արձագանքի։ Հələ փսլինքներին նա, էլի ուրեմն սենց մասկեկը հակել են, իբր իրանք ուժեղ տղեկ են։ Այ համբալներ, բա կռվի վաղ։ Իրոք օրենք։ Գիտեք խեն մասկով, որովհետև հենց մասկեկահանեն տեսնելու ենք, որ սրանք են բաներ են, այն որ տակները լցրած փախած մեր զինվորներին մենակ թողած Էլ չեմ բացառում թիկունքից կրակած, հենց փսլինքներին նայ, եկել են մասկային, հələ սրանցն է։ 2 րոպեանոց այդ տեսանյութում երևում են 5 դիմակավորված անձինք, որոնք պնդում են, թե Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը եւ պատասխան է տալու արարածների համար։ Քննչական կոմիտեն միայն հայտնեց, թե նախաձեռնվել է քրեական վարույթ մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության համակարգչային սաբոտաժ կատարելու եւ հրազենի ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ։ Իրավապահները նախաքննություն են իրականացնում այս անձանց ինքնությունները բացահայտելու
արտահայտելու ուղղությամբ։ Քննչականից հրաժարվեցին մանրամասներ հայտնել, բայց վարչապետն առանց դրա էլ մեղադրանքի սլաքներն ուղղեց դեպի Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը։ Գլես փսլինքներին նայեք, հլես համբալներին նայեք։ Այս այ Ռոբի, Տաշիրի, Սերժիկի, Գագոյի բաներն են, փսլինքներն են։ Մենք Սովայյան ադրբեջանցին ավելի նայեք, ասում եմ, այ ձեզ եմ դիմում, հատ գտնելու եմ, մասկեքներ մտցնելու եմ համապատասխան տեղերը, էլ չեմ ասում այդ ավտոմատիկ կոդը, համբալներ, հələ մասկեքներդ հանրենք դուս եկեք, տենամ ովքեր եք, կզելու եք, Ռոբի, Տաշիրի, Գագոյի, հետ Սերժնե Դավեսկա, փաթեթով կզծնելու եմ, փաթեթով։ Ընդդիմությունից արձագանքը չուշացավ, Նիկոլ Փաշինյանն ինքն է այդ տեսանյութի հեղինակը, պնդեց Հայաստան դաշինքի ներկայացուցիչը։ Իշխան Սաղաթելյանի խոսքով սա իշխանության ձեռագիրն է, որը Նիկոլ Փաշինյանը բեմադրում է, հետո դա դարձնում մարդկանց սպառնալու պատճառ։ Այսինքն հենց նեղն է ընկնում ինք իր դեմ ահաբեկչության սպանության փորձի բեմադրությունն է կազմակերպում ու դրանով որպեսզի մի նպատակով, որպեսզի նախ վախ սերմանի ժողովրդի մեջ եւ դրանով արդարացնի ընդդիմության նկատմամբ իր ապօրինի քայլերը, բռնությունները եւ ձերբակալությունները ու առհասարակ երկրի սահմանադրական կարգի տապալում։ Սաղաթելյանը հորդորեց Փաշինյանին այդպիսի տեսարաններ չբեմադրել, որովհետև նրան սպանելու կամ վնասելու նպատակ ընդդիմությունը չունի։ Փոխարենը պնդեց Նիկոլ Փաշինյանը պետք է կանգնի դատարանի առաջ։ Դու մեր ժողովրդին պետք ես ողջ եւ առողջ։ Մենք ամեն ինչ անելու ենք քո անվտանգությունը ապահովելու համար, որտեվ դու պետք ես կենթանի մեր ժողովրդին։ Ինչի համար, որպեսզի դատարաններում պատմես, ինչու հանձնեցիր Արցախը, ինչի շուրջ 5000 մարդու մահվան պատճառ դարձար, ովքեր են քո մեղսակիցները, այս դավաճանությունը ու այս ամեն ինչը մեր ժողովրդի պետության գլխին ինչի արեցիր։ Որ տարածված տեսանյութը իշխանության հեղինակացն է, այսօր ակնարկեց նաև ուժեղ Հայաստան դաշինքի անդամը։ Նարեկ Կարապետյանի գնահատմամբ իշխանությանը բնորոշ է այդ գործելավոճը։ Պետք է դեռ հասկանալ իրենք են այդ վիդեոները գցում, թե չէ, բայց բարև ձեզ, լավ եք, բայց մենք աշխատանք ունենք ան։ Դե օրինակ նացիստական Գերմանիայում բաներ Լեհաստանի վրա հարձակվելու համար լեհական շորերով զինվորներ էին հարձակվել իբր ռադիոկայանի վրա գերմանական։ Պրոպագանդիստական մեքենան հետաքրքիր ձև է աշխատում։ Այս պահին անհայտ ծագման այդ տեսանյութի իսկությունը կասկածի տակ դրեց նաև ընտրությանը մասնակից բոլորին դեմ եմ կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը։ Ըստ նրա, սա հիբրիդային պատերազմի շրջանակում է պատրաստվել։ Որպես նոր հնարամիտ տարբերակ, ինչ որ մարդկանց կասեցնելու, խաղից հանելու, կապ չունի, մենք սիրում ենք այդ մարդկանց, թե չէ, ինչ որ մարդկանց նկատմամբ հետապնդումներ սկսելու, քարոզարշավին խանգարելու, կալանավորելու, ձերբակալելու, իբր ահաբեկչության հետ կապված թեմաների մեջ ներգրաված լինելու, ջհաննամ, թե այդ ամեն ինչը հետո կհերկվի, ջհաննամ, թե այդ ամեն ինչը հետո չեն կարողանալու հիմնավորեն։ Կարևորը ինչն է, կարևորը որ հիբրիդային պատերազմի ինչ որ նոր գործիք է պետք ստեղծել, որովհետև ռեյտինգները 0 են ձեր, 0, դուք խայտարակ վիճակն եք, դուք գիտեք դրա մասին։ Դատապարտելով բռնությունը միասնության թևեր կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը միաժամանակ կարծիք հայտնեց, թե այդ տեսանյութը կարող է իշխանության կազմակերպած պրովոկացիան լինել, որ շարունակեն թիրախավորել արցախցիներին։ Եթե այդպես չէ, նրանք պետք է մանրամասն բացատրություններով ցույց տան, ապացուցեն, նաև հակառակ կողմնակիցներին համոզելու համար, որտեղ դա նրանց գործելավոճն է։ Եվ սա պետք է օբյեկտիվ հրապարակային հանրության աչքի առաջ քննությամբ պարզվի։ Իրականում ինչի մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանը Ազատության հետ զրույցում չթաքցրեց, սպառնալիքներն ուղղված են իր հիմնական մրցակիցներին։ Սպառնում եմ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ արդարադատությամբ։ Սպառնում եմ Հայաստանի Հանրապետության 5000 զոհ ասելու համար սպառնում եմ։ Կոնկրետ սպառնում եմ Ռոբիկ, Կալուգացի, Սերժ, Գագո, բոլորից սպառնում եմ։ Այս պահին իրավապահները ոչ մի փաստ չեն հայտնել, որ տեսանյութը կապ ունի ընդդիմադիր առաջնորդների հետ։ Իսկ գուցե Փաշինյանին են փաստեր հայտնի։ Այո, փաստն է նա, որ իրենց խոսույթի հետ 100%-ով այն բանը
հորողբոր կինը, որ եկել էր ստեղ խոսում էր երեք, այս նույն խոսույթն է։ հայ եկեղեցիները Նույն խոսույթն է։ Եվ այս մասկեքով խոսացողներին էլ ասում եմ, հանեք ձեր մասկեքը, եւ երբ որ հանեն մասկեքը, կտեսնեն, որ սրանք բանի պատերազմի առաջին ժամերում մարտի դաշտերից փախածներն են։ Այն որ մետրոյում ասում է փախածներ է, այս սրանք են փախածները։ Եվ ես սրանց գտնելու եմ հատ-հատ, մասկեքը հանելու եմ եւ ասի թե ինչ եմ անելու։ Լոռիում քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավը խոչընդոտելու գործով 6 հոգի կալանավորվել է։ 1 հոգու նկատմամբ կիրառվել է տնային կալանք, իսկ 3 ձերբակալվածի վերաբերյալ դեռևս որոշում չկա։ Ազատությանը հայտնել են քննչական կոմիտեից։ Ոստիկանությունն էր հաղորդում ներկայացրել քննչական, թե ուժեղ Հայաստան դաշինքի աջակիցները տեղեկանալով քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախապես հայտարարված քարոզարշավի վայրի վերաբերյալ 2 բնակավայրերում կազմակերպված խոչընդոտել են այն։ Խոսքը Մեծավանի եւ Նորաշենի մասին է, որոնք տաշիր խոշորացված համայնքի բնակավայրեր են։ Նախորդին այնտեղ քարոզարշավեր իրականացնում ծնունդով լոռեցի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ՔՊԱ-կան ավտոերթին մի խումբ մարդիկ դիմավորում Սամվել վարչապետ վանկարկումներով եւ ուժեղ Հայաստանի երգով։ Պապիկյանը հենց տեղում ոստիկաններին կոչ է անում կարգի հրավիրել ընդդիմության համակիրներին եւ խոստանում քաղաքական դաս տալ նրանց ցուցում տվողներին։ Միջադեպին ներկա ՔՊԱ-կան համակիրը խոչընդոտման մասին է պատմում։ Ձերբակալվածներից մեկի հայրը պնդում է, չի եղել նման բան։ Դասից եկել են գյուղ։ Պաշտպանության նախարարի դեմն են խոչընդոտ սարքե։ Այդքան բան։ Որոնք դժվար են արդեն։ Չի կարելի, չէ՞։ Դրսից նկատի ունեք այդ խոչընդոտողները։ Կողքի գյուղերից են եկել, հա, գյուղում խոչընդոտ սարքեցին մեր պաշտպանության նախարարի դեմ։ Սուրեն Պապիկյանի դեմ։ Մի թեթև վեճի ես իրանց հետ եմ բռնեկվա։ Դա բացիկ ճանապարհն, այդքան բան։ Ինչ ձև էին փակել։ Ժողովուրդ են կանել, ասիկ դրսի ջահելություն երեխեքին բերեք կանասեն դեմը դրոշակելով։ Բայց կարելի է, չի կարելի, չէ։ Մեր պաշտպանության նախարարն ինքը։ Հիմա որ ուզենային անցնեն, չէին կարա, նենց Դե կարա խե չեն կարա։ Կարային։ Բայց ով կարա պաշտպանության նախարարը թե մենք կանիշ թողի անցնի։ Ոչ մեկ։ Ոչ մեկը չի կարա։ Այսինքն որ պաշտպանության նախարարը դրա համար չէր կարա։ Դա вообще Փաշինյան մի վարչապետի համար են չեն տող, բայց դա շատ սխալ է։ Ինքը մի վարչապետն է։ Դե ասում են քաղաքական ակցիա էր։ Չէ, քաղաքական ակցիա չէ։ Ասում են Սամվել վարչապետ, նրանք էլ ասում էին Նիկոլ վարչապետ։ Հա։ Հիմա այստեղ հանցագործություն կար ձեզ։ Դե չէ, դա հանցագործությանը սինք նշան որ մենը քուժան սինք իրար սինք ուրիշ բաներ չէ, սինք պրսո խոչընդոտ է սարքեն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դեմը, ինքներ նորմալ ծևի ախպերն ջան բացեք շարժան մենք դուրս կան գյուղ ցենտրի վրայից։ Այդ ջայլ երեխեք են, ջայլ տերներն ես այդքան խոչընդոտ է, այդ հետո ումն են տար ես տեղյակ չեմ, ես ելել եմ վերև։ Բայց հիմա ինչ տարել են ու ինչ են ասում, ասում են խոչընդոտել։ Տարել են, ես շատ գիտեմ ինչ են եկել, ինչ են արել, բռնել են, դիտավորյալ տարել են։ Դիտավորյալ որն է, դե ասում են խոչընդոտել։ Ոչ մի խոչընդոտն իրանց կողմից ա եղել։ Իրանք են խոչընդոտել, բռնել տարել են սա երեխեքին։ Դե ասում գիտեին, որ գալիս են, հատուկ գնացել էին, ճանապարհը փակել էին։ Ճանապարհը բայց փակել են, ես տեղյակ չեմ եղել։ Եթե փակել են իրանց էլ տուժ կա։ Իրանց կողմից է կարող է մեղավորություն կա, ես ինչ գիտեմ։ Ում կողմից։ Ես չգիտեմ, ես ոչ մի բան չգիտեմ։ Նիկոլն ուզում է վախեցնի սաղես մարզին, իր որ գործեն առաջ տանի։ Ազատ իրավունք է, մեկը նրա կողմից է, մեկը նրա կողմից է։ Այդ որ ժամանակն է սենց բան եղել, ձերբակալություն։ Եղել է։ Մենակ Նիկոլի ժամանակը դից բան։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը եւս այսօր Երևանում էր քարոզարշավանում, Գայանե Սարիբեկյանը կպատմի, թե նրանք ինչ շեշտադրումներ են արել։ Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստան դաշինքը քարոզարշավն այսօր շարունակեց Երևանի Նուբարաշեն ու Էրեբունի համայնքներում։ Օրվա ընթացքում նրանք քայլում էին Էրեբունու եւ Նուբարաշենի թաղամասերով, զրուցում մարդկանց հետ,
Քաղաքացիները մեքենաների ազդանշաններով ողջունում էին Ուժեղ Հայաստանի անդամներին, ինչպես նաև պատշգամբներից բնակիչները ողջունում էին եւ վանկարկում Ուժեղ Հայաստան։ Այս քայլերթի, այս հանդիպումների ընթացքում որևէ միջադեպ տեղի չունեցավ քաղաքացիների Ուժեղ Հայաստանի անդամների միջև, իսկ երեկոյան նրանք իրենց քարոզարշավը օրվա ամփոփեցին Էրեբունու թանգարանի մոտ, այստեղ հավաք էր նախատեսված, բայց թերևս անձրևի պատճառով այդ հավաքը ավելի կարճ տևեց։ Ելույթ ունեցան Ուժեղ Հայաստանի անդամները, խոսեցին իրենց ծրագրերից, կրթության ոլորտը բարեփոխելուց, ինչպես նաև իրենց, այսպես ասենք, գլխավոր խոստումից 300,000 աշխատատեղ ստեղծելուց, փոքր ու միջին բիզնեսին աջակցելու իրենց ծրագրի մասին, իսկ հետո Նարեկ Կարապետյանը ելույթ ունեցավ։ Նա օրվա ընթացքում խոստանում էր վարչապետ Փաշինյանի այսօրվա սպառնալիքներին արձագանքել այս երեկոյան հավաքում, բայց ըստ էության Նարեկ Կարապետյանը մեծ ելույթ չունեցավ եւ իր խոսքում հորդորեց մարդկանց գնալ ընտրատեղամաս եւ փոխել այս իրավիճակը։ Այսօր զբոսնել ենք ամբողջ Էրեբունի վարչական շրջանով, նուբարաշենել ենք եղել ու զգացել ենք մեր հայրենակիցների են դրական էմոցիան։ Բոլորի կողմից այն փոփոխության հույսը, որը մեզ պարտավորեցնում է։ Գիտեք ինչու է պարտավորեցնում։ Պարտավորեցնում է, որ մեր երկիրը ունենա լուրջ ղեկավար։ Մեր երկրի ղեկավարը, մեր երկրի ղեկավարը չլինի նենց մարդ, ում մենք նայելով համաչենք։ Այս ամեն անլրջություն պետք է վերանա ժողովուրդ, այս դեր չի արդեն։ Մենք ինչ պետք է սովորենք այս մարդկանցից, ինչ պետք է ինքն մեզ սովորացնենք։ Պետք է մեծ փոփոխություն բերենք, իրար հետ բերենք, դրա համար բոլորս պետք է առողջ լինենք, չմրսենք, գնանք բոլորս մեր բակերով, ժողովրդի բոլոր ընկերների հետ խոսանք, ասենք, որ փոփոխությունները իրանցից է կախված, որոշում կայացնենք, փոխենք այս մարդկանց, լուրջ մարդիկ լինենք ու կարողանանք կառուցել ուժեղ երկիր ու առողջ երկիր։ Լավ եղեք, շնորհակալ եմ շատ։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Ընդդիմադիրները կարծում են Փաշինյանն իր հայտարարություններով հող է նախապատրաստում անկլավներն Ադրբեջանին վերադարձնելու համար։ Պաստառ պոկելուց ինքնասպանություն, ով է պատասխանատու ձերբակալվածի մահվան համար։ Ժամանակը սպառվում է, Թրամփը ծանր հետևանքներով է սպառնում իրան։ Էլի քարոզարշավում հնչած հայտարարությունների մասին, այս մեկը անկլավներին վերաբերողը, վարչապետ Փաշինյանն ավելի վաղ է արել, բայց նրա ընդդիմախոսներն էլի տողատակ են տեսնում։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը Ընդդիմադիրները, որոնց Նիկոլ Փաշինյանն անվանում է պատերազմի եռագլուխ կուսակցություն, համոզված են, անկլավների մասին հայտարարությամբ վարչապետը հող է նախապատրաստում վերընտրվելու դեպքում դրանք Ադրբեջանին վերադարձնելու համար։ Քարոզարշավին իրեն ուղղված հարցին, թե ինչ տարածքներ են հանձնվելու, Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական անուններով թվարկել էր 3 անկլավները։ Ադրբեջանի 3 տարածքները, որը Բարխուդարլի, Խելեմլի, չէ, դա սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անում, որովհետև եթե Արցվաշենը հետ է գալիս ամբողջությամբ, չի կարա չգա, չի կարա չկա, կարա լինի համաձայն։ Ստացվում ենք մի օկուպանտ ենք, պարոն Փաշինյան, որ Ադրբեջանի տարածքները Լսեք, հիմա այդ բաները, այդ տերմինները այլևս անցյալում են, որովհետև կոնֆլիկտը հաղթարված է, հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք։ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքի թեկնածու դաշնակցական Իշխան Սաղաթելյանը շտապեց պնդել, Արցվաշենը պատրվակ է, իրականում Բաքվի պահանջն է կատարվելու։ Ինքը Ալիևի առջև ունի ստորագրած ղազագիր, պարտավորություն եւ խոստում, որ օգնեք ընտրվեմ եւ վաղ միսօր նոր տարածքներ կվերադարձնեմ։ Սրա վերընտրվելու դեպքում ինքը ասել է, որ ես չեմ տվել։ Ժողովուրդն է տվել, որովհետեւ ես նախորդ ասել էի, որ տարածքներ եմ հանձնել, ժողովուրդը դրա համար ինձ մանդատ եւ վստահություն տվել է։
Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանի թեկնածու Նարեկ Կարապետյանը շարունակում է, ինչու Փաշինյանը նույն ջանասիրությամբ չի խոսում Հայաստանի տարածքների դեօկուպացիայի մասին։ Աշխարհում կա երկրի ղեկավար, որ դուրս է գալիս եւ ամեն անգամ խոսում է ինչ-որ բան տալու մասին։ Արդեն որի-երորդ անգամ է ճանապարհներ սկզբից խանգարում։ Հիմա իրենք ինչ-որ տարածքներ են տեսել, էդ է խանգարում։ Վաղը ուրիշ բան է խանգարելու։ Այս մարդը գտնվում է իրանց գերիշխանության տակ։ Ինքը իր խոստումների գերի է այդ մարդկանց մոտ։ Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ է այսօր արշավի ժամանակ հիշել Փաշինյանի հայտարարությունը անկլավների մասին։ Մեր դաշնակիցների, մեր թշնամիների հետ այդ ձևը բանակցե, որ այսօրին ենք, զոհերը տվել ենք, տարածքները կորցրել ենք եւ այսօր կորցնելով գնում ենք։ Երեք էլ հայտարարեց, որ 3 շրջան հələ պետք է հանձնի։ Եվ այդպես գնալու է, դա խաղաղություն չի։ Մինչդեռ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ինքն էր մեղադրում ընդդիմադիրներին, թե Տավուշյան 4 գյուղերի դեպքում էլ էին հայկական տարածքների հանձնել գուժում։ Իսկ այն նախկինում, որ պնդում էին, որ Տավուշը տվին, Տավուշը համուն փրկության շարժում արեցին, եկան Երևան, Վայքը տվին եւ այլը տվինք, գործնականում սահմանազատված է 12 կիլոմետր։ Նաեւ ամենօրյա խոսակցություններ, աշխատանքներ են գնում փոխվարչապետների մակարդակով շարունակության եւ մնացածի հետ կապված, այսինքն ամբողջական սահմանազատում անելու հետ կապված։ Հիմա այս անընդհատ այս նույն հիմարությունը կրկնել, մարդկանց ուզենալ խաբելը, ինչքան կարելի է։ Սահմանազատումը սակայն Ադրբեջանին 4 գյուղերի վերադարձից հետո կանգ է առել, միայն կա պայմանավորվածություն այն շարունակել հյուսիսից, թե երբ հերթը կհասնի Հայաստանի օկուպացված տարածքներին հստակ չէ։ Երևանը վստահեցնում է, որ այդ հարցը լուծվելու է խաղաղ ճանապարհով սահմանազատմամբ, Բաքվից պարբերաբար հնչել են հայտարարություններ, որ հետ չեն քաշվելու։ Ադրբեջանցիներն էլ ուզում են հայերը դուրս գան այն սանտիմետրներից, որտեղ որ հայերը առաջ են։ Մենք էլ ուզում ենք ինակ այն սանտիմետրներից, որոնք իրենք են առաջ դուրս գան, սահմանագծում, սահմանազատում, այդ գործընթացը դրա մասին է։ Իսկ անկլավների մասին վարչապետ Փաշինյանը դեռ 5 տարի առաջ 2021-ին էր ասել, որ Ադրբեջանն այդ հարցը բարձրացնում է։ Անկլավների հարց, գիտեք, այն որ Ադրբեջանը հետապնդում է եւ նույնիսկ նոյեմբերի 9-ին փորձ է արվել անդրադարձ կատարել այդ հարցին, ես դրա մասին խոսել եմ։ Բայց այստեղ էլ մեր դիրքորոշումը հետեւյալն է, որ մենք պետք է հասկանանք լավ այդ քարտեզի վրա, որ անկլավ նկարած է, դա ի վերջո ինչ իրավական հիմք ունի։ Մենք խիստ կասկածում ենք, որ դա իրավական հիմք ունի։ Հետագայում վարչապետը խոսել է տարածքների փոխանակության կամ ամեն ինչ նույն ձևով թողնելու սցենարների մասին։ Երեքը մեկի դիմաց հարաբերակցությամբ ադրբեջանական եւ հայկական անկլավները ըստ տարբեր հաշվարկների գրեթե նույն տարածքի են։ Արցվաշենը մոտավորապես 38-ից 40 քառակուսի կիլոմետր է, իսկ ադրբեջանական 3 անկլավները միասին շուրջ 44 քառակուսի կիլոմետր։ Վարչապետ Փաշինյանի մեկ այլ նախընտրական հայտարարության մասին, որի շուրջ քննադատություն նորերով չի մարում։ Խոսքը վարորդական իրավունքից զրկվածներին առանց քննության կրկին վարելու թույլտվություն տալու մասին է։ Վիճակագրություն կա, վարորդական իրավունքից կարգազանց վարորդները մեծամասամբ զրկվում են ղեկին անցթափ նստելու պատճառով կամ համար, ու քննադատները հենց դա էլ շեշտադրում են։ Խմում գնում է պատին տալիս է, 7-8 հոգի զոհվում է, դուրս է գալիս, ասում է, այսի երկիր չի ընդհանրապես։ Լավ, սեն չի լինի, ժողովուրդ ջան։ Որովհետև եթե մեր պատասխանատվությունն է, ուրեմն պետք է փագենք, ասենք չեք քշում։ Ուղիղ 1 տարի առաջ կառավարության նիստի ընթացքում էր վարչապետ Փաշինյանը վրդովված պնդում։ Վարորդների 90%-ը նորմալ մեքենա վարել չգիտի եւ պետք է ատեստավորել նրանց։ 2 օր առաջ, սակայն քարոզարշավի 9-րդ օրը նույն վարչապետը այդքան էլ խիստ չէր դատում վատ վարորդներին։ Առաջարկ արեց վարորդական իրավունքից զրկվածներին առանց քննության վերադառնալ ղեկին։ Ովքեր մի տարին արդեն լրացել է, մենք քննության, որոշակի պարտապես առանց քննության։ Սպասեք, չէ, բայց շարունակություն է։ Հիմա խաղի նոր կանոններ է առաջարկում Փաշինյանը, 13-ի փոխարեն սկզբնականում 6 բալ, իսկ եթե սրանք էլ 1 տարում զրոյանան, ապա այդ դեպքում նոր քննություն հանձնել։ Առաջարկը շատ ոգևորեց կարգազանց վարորդներին։ Խմել չկա։
Պատահական չէր Փաշինյանի չխմելու մասին այս խորհուրդը։ Պաշտոնական տվյալներով միայն 2025-ին վարորդական իրավունքից զրկվել է ավելի քան 5400 մարդ։ Տարեսկզբին էլ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն էր հայտնել, որ անձանց վարորդական իրավունքից զրկելու գերակշիռ պատճառը եղել է ալկոհոլի օգտագործմամբ վարելը։ Անսթափ վարորդի պատճառով իմ ընտանիքը կորցրեց հորս։ Ես իսկապես որևէ մեկին չեմ ցանկանա, որ այդ զգացողություններ ունենալ, ինչ ունեցավ մեր ընտանիքը, երբ որ հայրս ողջ առողջ ոտքի վրա տանից գնաց, երբ որ այն աշճան խմած էր եղել հանրային տրանսպորտի վարորդը, որ մտել էր մայթ, եւ հայրս զոհվեց այդ պատահարից։ Դեպքը տարիներ առաջ է տեղի ունեցել։ Դուստրը Լիլիթ Գալստյանը պատմում էր, ինչ երկար եւ հոգետանջ գործընթացների միջով են անցել արդարադատության հասնելու համար։ Բայց 10 տարի առաջ էլ հիմա էլ Երևանում երթևեկությունը ռուսական ռուլետկա է հիշեցնում։ Ու այս պայմաններում վարչապետի առաջարկը հորը կորցրած Լիլիթի համար մեղմ ասած անարգանք է։ Ես որպես քաղաքացի, որպես մարդ, այսօր նաեւ որպես վարորդ ինձ խապված եմ զգում։ Ինձ արհամարհված եմ զգում։ Էլ չեմ ասում մարդկային արժեքների տեսակետից դա աբսուրդ է։ Գոյություն ունի երկիր, գոյություն ունեն օրենքներ։ Ես չեմ հասկանում մի երկիր, մի օրենսդրություն, մի կարգավորում, որը ընտրություններից ընտրություն փոխվում է։ Գործող օրենքը շատ հստակ է։ Եթե կասեցված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքը, ապա սահմանված ժամկետից հետո պետք է քննություն հանձնել եւ վերականգնել այդ իրավունքը։ Փաշինյանը վարորդական իրավունքից զրկված անձանց առանց քննության կասեցված իրավունքը վերականգնելու առաջարկ անելիս գիտեր այս մասին, քննարկել էր ներքին գործերի նախարարի հետ, բայց հետո որոշել էր Facebook-ում քվեարկության դնել հարցը 48 ժամով, որն իդեպ լրանում է այսօր։ Չնայած օգտատերերից շատերը խիստ մտահոգություն են հայտնել այս նախաձեռնության վերաբերյալ, 4 թվերը այլ բանի մասին են խոսում։ Այս պահի դրությամբ 75%-ը կողմ է Փաշինյանի առաջարկին։ Դե դրեք մարդասպաններին էլ համաներում արեք, ասեք ոչինչ, որ սպանել են, ուղիղ նույն հարբած վարորդը նույն մարդասպանն է, որևէ բանով, որևէ կերպ չի զիջում նրան։ Վարորդի ընկեր կազմակերպությունում նույնպես կարծում են, որ այսպիսի խնդիրը Facebook-յան հարցումների միջոցով չպետք է որոշել։ Նախ, կեղծ օգտատերերի պակաս չկա, բայց առավել վտանգավոր է երկրի անվտանգության հարցը պոպուլիզմի առարկա դարձնել։ Կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանն ասում է, սա նույն բանն է, որ սոցհարցումների միջոցով մարդկանց հարցնես։ Հարկեր վճարել ուզում եք, բանակում ծառայել ուզում եք, բայց մի նրբություններ է նկատում։ Մեղքի բաժինը ոնց որ կառավարությունից անցում է կատարում հանրությանը, այսինքն այդ վարորդների վկայականները, եթե առանց որից լրացուցիչ քննության տրամադրվեն, հետագայում խնդիրներ լինել դեպքում ամբողջ մեղքի բերքը քվեարկության կողմ արտահայտված մարդկանց վրա է։ Այդուհանդերձ, վարորդի ընկերը փորձում է հասկանալ, որքանով է ռացիոնալ վարչապետի առաջարկը հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարորդական իրավունքից զրկվածների մեջ կան նաև այլ դեպքեր։ Արդյոք այս առաջարկը տարանջատելու է առանձին դեպքերը։ Օրինակի համար, տեսնենք սանսորներին համարները ընկնում են ջրերը մարդիկ չէին նկատում եւ թվեկում են եւ առանց համարների եւ թվեկող վարորդը նույնպես զրկվել է։ Մեքենաների այն համարների գողությունները, որ շատերը դեպքերում էլ եղել, որ վարորդը գնացել է իր մեքենայով ոստիկանության դիմում գրի, բայց առանց համարային իշխների է գնացել եւ զրկվել է։ Այսինքն այս վարորդները բոլորը նույն աստիճանի վարորդներ չեն։ Պետք է դրա համար տարանջատվի։ Ինչ վերաբերում է խմած լինելուն, շատերը ասում են, որ մարդը արդեն իսկ իր պատիժը կրել է, 1 տարի իրավունք չունեցել երթևեկելու, ինչու ենք մենք իրանից վարորդականը վերցնում։ Եթե 1 տարի հետո նորից կրկնվի 1 տարվա մեջ տարարկը, արդեն այդ 1 տարին դառնա 3 տարի։ Նմանատիպ նորմեր է պետք սահմանել, որ մարդիկ հասկանան ինչ է խստությունը։ Կարգազանց վարորդների եւ ողբերգական դեպքերի մասին տեղեկանում են գրեթե ամենօրյա ռեժիմով։ Վերջին աղմկահարույց պատմությունն էլ կապված էր 19-ամյա երիտասարդի հետ, որն իր բնորոշման փորձել էր նվաստացնել դիմացի մեքենայի վարորդին մեծ արագությամբ առաջանցնելով նրանից եւ բախվել երթուղային ավտոբուսին։ 3 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց։ Այս վարորդի մեքենա վարելու իրավունքը եւս կասեցված էր։ Վարչապետ Փաշինյանի նոր առաջարկով մտահոգված քաղաքացիները այս 2 օրը նրա Facebook-յան գրառումի տակ մեկ այլ մտահոգություն են բարձրացնում։ Կանաչ լույս տալով օրինազանցներին
հերթական անգամ անտեսում են օրինապահ քաղաքացուն։ Ընդ որում սա առաջին դեպքը չէ, ինչ վերաբերվում է երթևեկությանը։ Հասկանում եք, երկրի ամենախոցելի օղակներից մեկն է։ Պաշտոնական վիճակագրության համաձայն 2025-ը Հայաստանում եղել է ամենաանհանգիստ ժամանակահատվածը ճանապարհատրանսպորտային պատահարների քանակով։ Արձանագրվել է ռեկորդային 4784 դեպք։ Այս ցուցանիշը գերազանցում է նախորդ բոլոր տարիների, այդ թվում 2023-ի բարձր ցուցանիշները։ Իշխող քաղաքացիական պայմանագրի քարոզչական պաստառը պոկելու պատմությունը ավարտվել է ինքնասպանությամբ։ Ըստ համագյուղացիների հոգեկան խնդիրներ ունեցող տղամարդը ձերբակալությունից հետո տեղափոխվել էր Նուբարաշենի հոգեբուժարան, որտեղ արդեն նրան կախված էին հայտնաբերել։ Ինչ է հայտնի այս դեպքից եւ ովքեր են թերացել։ Ասացի տենց մարդը հիմա կոնկրետ տենց պլակատները պոկել է։ Քաղաքացիական պայմանագրի ու Նիկոլ Փաշինյանի նախընտրական պաստառները պոկելուց 3 օր անց այսօր Արարատի մարզում վերջին հրաժեշտն էին տալիս 55-ամյա Արմեն Հովհաննիսյանին։ Ոստիկանությունը նրան բերման էր ենթարկել գյուղապետի զանգից հետո, ու թեև ինչպես համագյուղացիներն են պնդում, ակնհայտ հոգեկան առողջության խնդիրներ ուներ, իրավապահները տղամարդուն ձերբակալել էին, հետո միայն երբ վիճակը վատացել էր, տարել էին Նուբարաշենի հոգեբուժարան, այստեղ արդեն տղամարդը ըստ պաշտոնական վարկածի ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով։ Պաստառը պոկելու գործին զուգահեռ դեռ քննչականը քննում է ինքնասպանության դեպքը։ Օրվա ընթացքում էլ իրան հանդիպել եմ, ասել որ արդեն որ Արմեն ջան, ինչի համար էլի, ինձ հետաքրքիր է, ինչն է պատճառը, այն որ ոչ adekvat վիճակում, ես կարամ ներողություն խնդրեմ վռազինքը ինձ, որ այտենց բան եմ արել, ասի չէ, ներողության համար չեմ ասում, էլ չանես Արմեն ջան, զգուշացրել եմ ու Եթե գիտեիք, որ հիվանդ է, ինչու զանգեցիք ոստիկանություն, ոչ թե շտապօգնություն հարցին, Արարատի մարզի Նշավան գյուղի ԿՊ-ի շտաբի պետ վարչական ղեկավար Գարուշ Հովհաննիսյանն արձագանքում է, շատ ագրեսիվ էր դարձել։ Գետար խոսքի խանութից խաղալիք կառներ, գետար ես իմ խելքին ինչ բրթմանը մեր էլի։ Հարևանները պատմում են Արմենի ընտանիքը երկար տարիներ Արցախում էր բնակվել, հայաթափումից հետո վերադարձել, այդ ժամանակ էլ նկատել էին Արմենի խնդիրները։ Վաբշե չի խանգարել։ Չի խանգարել, դե հիմա ասենք աստառը մկա կարող է ջղայնացած պահել է, կարող է պատրել է։ Էդի իր խելքին ինչ բրթմանում էր։ Արմենես տնից քիչ այն կողմ ապրող հարևանները մինչ օրս դրկից տղամարդուց ոչ վախենալու առիթ էին ունեցել, ոչ էլ վատ բան տեսել։ Մեկն ասում էր դեպքից օրեր առաջ է վերջին անգամ շփվել, երեխային կոնֆետ էր բերել։ Ասենք իմ երեխեք էլ մանր են, արխային էլ թուն գալի։ Այդ մարդը հա ճիշտ է, կա շեղումներ կա, բայց ինքը վտանգավոր մարդ չէ։ Ագրեսիվություն չեմ նկատել իրականում։ Պետք է ձերբակալեին, պետք է ժամանակի հարց էր, ասենք մի ժամում կարելի է ճշտել այդ մարդը հոգեբուժարանի, ասենք անձնավորությունը, թե կալանքի։ Չպետք է տանեին էլի։ Ողբերգական դեպքից հետո առողջապահության նախարարությունը հայտարարեց, թե բժիշկներն անմիջապես արձագանքել են իրավիճակին եւ իրականացրել շտապ միջոցառումներ, սակայն ցավոք պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել։ Քանի որ տղամարդը ձերբակալված էր, գտնվել է ոստիկանության հսկողության ներքո, թե որտեղ են եղել նրանք այդ պահին եւ ինչ է արվել ինքնասպանությունը կանխելու համար, պաշտոնական աղբյուրները չեն հստակեցնում։ Անկամ եթե պաշտոնական վարկածը ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, ապա սա հանցագործություն ենք մենք համարում։ Ծանրացնող հանգամանքներով։ Որովհետև իրավունք չունեին անձին ձերբակալեին այն հոդվածով, որով չէր կարող այստեղ կիրառվել։ Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես դժբախտ պատահար կամ անձնական ողբերգություն։ Սա իրավական ամենաթողության, անպատժելիության եւ իրավապահ կառույցների կողմից օրենքի բացահայտ խեղաթյուրման հետևանք է, հայտարարում են փաստաբան Ռուբեն Մելիքյանն ու նրա 4 գործընկերները։ 13 հասարակական կազմակերպություններ եւս այսօր տարածած հայտարարությամբ ընդգծում են, որ օրենքով պաստառ պոկելու համար տղամարդուն կարող էին տուգանել, ոչ թե քրեական հետապնդման ենթարկել։ Ամբողջ քաղաքում ես բազմից եմ տեսել ընդդիմադիրների պաստառներ, որոնք ճղված են եւ որևէ մեկին վստահ են, որ որևէ մեկին չեն ձերբակալել, առավել եւս քրեական վարույթ չեն նախաձեռնել։ Անցած շաբաթ օրը Հայաստան դաշինքը հաղորդեց, որ Երևանում իրենց նախընտրական պաստառներից մի քանիսը պատառոտել, ցուցանակներից մի քանիսը կոտրել են։ Մինչ օրս սակայն ընդդիմադիրներին առնչվող այս դեպքերից որևէ մեկով վարույթ չի հարուցվել։ Մի լուրել միջազգային լրահոսից Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախորդին Իրանին կոչ է արել արագ գործել հակառակ պարագայում սպառնալով ծանր հետևանքներով։
Իրանի համար ժամանակը սպառվում է եւ նրանք պետք է ավելի արագ գործեն, հակառակ դեպքում նրանցից ոչինչ չի մնա, ժամանակը շատ կարևոր է, Truth սոցիալական ցանցում գրել է Միացյալ Նահանգների նախագահը։ Ավելի ուշ Reuters-ը հայտնեց, որ Պակիստանը Միացյալ Նահանգներին է փոխանցել Իրանի կողմից վերանայված առաջարկը մերձավոր արևելքում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ։ Սրանք էին թողարկման թեմաները, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս հիշեցնելով ազատություն.am կայքում լրահոսը թարմացվում է սոցցանցերի մեր էջերում նույնպես այնտեղ նաև նոր տեսանյութեր կարող եք գտնել, հաջողություն։